Կարծում եմ բոլորիդ կյանքում էլ լինում են մարդիկ, ումից որոշակի ագրեսիա է գալիս։ Երբեմն մարդը ինչ-որ թունավոր խոսքեր է քեզ ասում, կամ ինչ-որ նուրբ ձևերով փորձում է ազդի վրա, այսինքն տվյալ մարդուց ագրեսիա է գալիս։ Ու այսօր կուզեի պատմել 5 կարևոր կետերի մասին, որոնք որ կօգնեն այդպես ագրեսորների հետ ճիշտ շփվել ու պաշտպանված լինել։ Իրականում մարդիկ մեր կյանք պատահական չի որ հայտնվում են, ցանկացած մարդ, որը որ մեր կյանք այս կամ այն ձևով մտնում է, ինքը իր հետ մենք որոշակի կարմա ունենք կիսելու, որոշակի ճակատագիր ունենք կիսելու ու հենց կարման է որոշում, թե ինչ մարդկանց իրար հանդիպացնի ու ինչ մարդկանց բաժանի իրարից։ Ու քանի որ մեզ այս յուրաքանչյուրի կարման ինքը մի քիչ խճճված է, ամեն մեկս մեր ճակատագիրը ունենք, այդ ճակատագիրը խճճված ինքը մեր կյանք վերում է նաև խճճված մարդկանց, երբեմն ինչ որ մեկի հետ շատ լավ լեզու են գտնում, ինչ որ մեկ ընդհակառակը հասարակության մեջ անդադ այդպես թույն է իրանից գալիս, ագրեսիա գալիս մեր նկատմամբ, ու մենք պետք է բավարար ուժեղ լինենք, բավական հաղթողի հոգեբանություն ունենանք, որպեսզի այդպիսի մարդկանց հետ կարողանանք էկոլոգիապես ճիշտ շփվել։ Ու եկեք խոսենք 5 կետերի մասին, որոնք որ կարող են կիրառել ու այդպիսի մարդկանցից մեզ պաշտպանենք։ Ամենաառաջինը այդ երբ որ զգում ենք, որ ինչ-որ մարդուց ագրեսիա է գալիս, ինչ-որ մարդ փորձում է քեզ ծաղրել կամ ինչ-որ վատ իրավիճակում դնել, ինչ-որ վատ բառեր ասել, ամենաառաջինը ու ամենացավոտ բանը մարդու համար այդ իրան, այսպես ասած, իգնոր անելն է։ Կարեք նկատեք, որ երբ որ մեզ օրինակ ինչ-որ լավ բան են ասում կամ ինչ-որ, չգիտեմ, վատ բան են ասում, կռվում են մեր հետ, այդ այդքան ցավալի չի, ինչքան որ երբ որ մեզ ուղակի անտեսում են, ուղակի բանի տեղ չեն դնում։ Այդ ամենացավոտ բանն է մարդու համար, դրա համար ամենաառաջի բանը, որը որ կարող ենք անել այդպես իրավիճակում, եթե իրավիճակը թույլ է տալիս, տվյալ մարդուն ուղակի անտեսելն է, այդ մարդուն, այդ մարդիկ սովորաբար իրենք մեզ այնց ինչ-որ ռեակցիա են ակնկալում, իրանց ուզածը հենց այդ է, որպեսզի դու իրանց ինչ-որ բանով պատասխանես, հետո իրանք ինչ-որ բանով պատասխանեն, ու այդ ոնց որ իրանց դաշտն է։ Իրանք արդեն որոշակի ակնկալիք ունեն, թե դու իրանց ոնց ես պատասխանելու, ու իրանք ունեն ակնկալիք, թե իրանք քեզ ոնց են պատասխանելու։ Իրանք փորձում են քեզ անընդհատ ոնց որ ներքաշել այդ դաշտ, ու առաջին պաշտպանական բանը երբեմն աշխատող այդ ուղակի մարդուն իգնոր անելն է։ Այդ իր պրոգրամը ոնց որ լրիվ շակից հանում է ու ինքը բախվում է մի հատ իր համար անսպասելի ու ցավոտ իրավիճակի։ Երկրորդ աշխատող մեթոդը այդ տենց խոսակցություններում, էլի երբ որ զգում եք ինչ-որ մեկից ագրեսիա է գալիս, կարելի է ուղղակի փորձել կատակի տալ։ Իրական հումորը կատակը շատ իրավիճակների համար փրկություն է, ու կարող եք փորձել տենց խոսակցությունները կատակի տալ, ու երբեմն այդ աշխատում է որոշ մարդկանց դեպքում, այդ նույնպես մի հատ բան է, երբ ինչ-որ մեկը գալիս է հենց կոնկրետ քո այդ ագրեսիայով ինչ-որ բացասական ինչ-որ բան է ասում, ու էլի քեզ ուզում է ներքաշի ինչ-որ սենց տոքսիկ ասված խոսակցության մեջ, բայց դու կատակի ես ուղղակի տալիս ու ուղղակի այդ իրավիճակը անցկացնում ես, այդ նույնպես իր համար ոնց որ անսպասելի իրավիճակ է, ու այդ ձևով դու մարդուն նույնպես իր պլանները խառնում ես, ոնց որ ինքը չի կարողանում քեզ ներքաշի իր դաշտ, ու մի քիչ էլ կոկիս դեմը, որ դուք մի քիչ ավելի ոնց որ բարձր եք ու իր դաշտ չեք իջնում։ Երրորդ քայլը, որը կարելի է անել, կարող եք փորձել այդ մարդուն, օրինակ ինչ-որ մեկը ինչ-որ տենց ագրեսիվ կամ բացասական նեգատիվ բան է ասում, ձեր հասցեին, կարող եք օրինակ իրանց հենց տեղում հարցնել, նույնպես էդի հնարքա, որը որ կիրառում են, կարող եք ուղղակի հարցնել, ինչի համար ես դու այս բանը ասում, որն է քո նպատակը։ Այդ նույնպես բանը, օրինակ մարդ ձեզ ինչ-որ նկատողություն արեց կամ ինչ-որ նեգատիվ բան ասեց ձեր մասին, ինչ-որ շրջապատում, դուք միանգամից իրան հարց եք տալիս, ինչ նպատակով ես դու անում, ուզածդ ինչ է, կոպիտ ասած։ Ու տենց մարդիկ սովորաբար երկու նպատակ ունեն, կամ երբեմն ասում են, որ օրինակ ես այդպես եմ կարծում քո մասին, ասում եմ, հա, այդ եմ տեսել, այդ եմ ասում եւ այլն, կամ երկրորդը ասում են, որ այսպես ասած ուզում եմ քեզ օգնեմ, հա, ուզում եմ քեզ օգնեմ, որպեսզի այդ ինչ բանը էլ չանես կամ այդ ինչ բանը հաղթահարես քո մեջ։ Երբ որ այդ առաջի տարբերակն է, օրինակ մարդը ասում է, որ նույն ես այդպես եմ կարծում քո մասին, կամ այդ եմ լսել եւ այլն, կարելի է ուղղակի պատասխանել իմ ինչ գործնա դու ինչ ես կարծում, կամ իմ ինչ գործնա թե դու ինչ ես լսել։ Հա, կամ իսկ երբ որ օրինակ ասում եմ, որ այդ ձևով ուզում եմ քեզ օգնեմ, որ դու այդ տեսնես, փոխես քո մեջ եւ այլն, կարելի է ուղղակի ասել, արդյոք ես քեզանից օգնություն եմ խնդրել, որ դու ինձ օգնում ես։ Դրա համար այդ երրորդ հարցը, երբ որ այլ ինչ-որ մեկից ագրեսիա գալիս, դուք ուղղակի հարցնում եք, ինչի համար ես դա անում, ուզածդ ինչ է։ Այդ ձևով նույնպես դուք իրան դնում եք ինչ-որ իրավիճակում, որը որ իր համար անսպասելի է։ Ինքը չէր սպասում, ինքը սպասում էր ինչ-որ ավտոմատ ռեակցիայի, ու երբ որ դուք նենց գիտակցական հարց եք տալիս իրան, էլի իրան դնում եք իրավիճակում, որը որ ինքը չգիտի ուղղակի ոնց պատասխանի։ Կա չորրորդ հնարքը, այդ էն է, այդ շատ պետք է ուժեղ լինեք, որպեսզի այդպես կարողանաք պատասխանել, բայց երբեմն աշխատում է, ու այդ նույնպես մեր մեջ կարելի է զարգացնել։ Իրականում այդպիսի մարդկանց, նույնիսկ ագրեսոր մարդկանց կարելի է սիրով պատասխանել, ու անկեղծ ասեմ, այդ են մարդիկ են, ովքեր որ ամենաշատը սիրո կարիք ունեն, ամենաքիչ սեր ստացած մարդիկ են, ու երբեմն հենց կոնկրետ հասարակության մեջ են այդպիսի ագրեսիա ցուցաբերում քո նկատմամբ, որպեսզի իրանց քեզնից ավելի բարձր դնեն, ու ոնց որ այդ ձևով իրանք փորձում են իրանց
ստացած սիրո պակասը լրացնել հասարակության կողմից, որպեսզի իրենց ավելի բարձր դնեն ու իրենց թվում է թե ձեւով ավելի շատ սեր կստանան։ Ամեն դեպքում այս կամ այն ձևով ագրեսիան այդ մարդու մեջ սիրո պակասի նշան է ու կարող ենք փորձել, եթե բավարար զգում ենք, ուժեղ ենք, այդ կետին հասել ենք, կարող ենք փորձել նույնիսկ այդպիսի մարդկանց սիրով պատասխանել, ինչ է այդ նշանակում։ Օրինակ, երբ որ ձեր մասին ինչ որ տվյալ մարդը բացասական ագրեսիվ բան է ասում, իրեն կարող ենք պատասխանել, որ «Օ, շատ շնորհակալ եմ քեզ, որ այդ բանը ինձ ասեցիր, չէի մտածել, շատ լավ է, ես այդ անպայման հաշվի կառնեմ ու քեզ շատ շնորհակալ եմ դրա համար»։ Այդ ձևով նույնպես դուք ոնց որ ու հասկացող մարդիկ կհասկանան, որ դուք ձեզ ավելի բարձր եք պահում, բայց այդ նորից եմ ասում, դրա համար պետք է բավարար ոնց որ ներքին որոշակի վիճակում լինել, բավարար ուժ ունենալ, որպեսզի նույնիսկ այդ իրավիճակում նույնիսկ այդպիսի մարդուն սիրով պատասխանես։ Այսինքն նույնիսկ այդպիսի մարդուց տվյալ պահին շնորհակալություն հայտնես, ասես, որ մերսի, շատ լավ նկատեցիր, շատ լավ բան ինձ ցույց տվեցիր, անպայման դրա վրա կաշխատեմ։ Ու իհարկե մեր բառերով։ Ու 5-րդ հնարքն էլ, որը որ կարելի է կիրառել ագրեսոր մարդկանց հետ շփվելուց, այդ կոչվում է հայերենով կդրվանամ ասել, երբ որ ինքդ քեզ մի քիչ sense իրոնիայով ես վերաբերվում, իմ հետ երբեմն եղել է, օրինակ ձեզ ինչ որ բացասական բան են ասում, օրինակ ասում են դու ես ինչ վատն ես, ու դու ասում ես դու չգիտես ես ինչքան վատն եմ, իրականում ես ավելի վատն եմ, քան դու կարայիր պատկերացնեիր։ Օրինակ ասում եմ այսօր ճիշտ է որ չգիտեմ ես ինչ վատ բան ես արել, ու դու ասում ես երեք էլ ավելի վատ բան եմ ասել։ Կամ օրինակ ասում եմ այսքան վատն ես, դու ասում ես չէ, ես ավելի վատն եմ։ Հա, ասում եմ, հա դու այսքան վատն ես, այդ ասում ես չէ, ես էլ ավելի վատն եմ։ Այդ ձևով դու sense ինքդ քեզ մի քիչ այնպեսի վիճակում ես դնում, որ էլի իրադաշտ չես մտնում, հա, շատ կարևոր է այդպիսի մարդիկ իրանք ոնց որ էներգետիկ վամպիրներ են ու իրանք փորձում են քեզ իրանց դաշտ քաշել, որպեսզի քո էներգիան խմեն ու արդյունքում իրանք լցվում են էներգիայով, որը որ իրանց օգնում է շարունակեն իրանց ագրեսիան, իսկ քո էներգիան տանում է։ Իսկ երբ որ դու ինքդ ինքնավստահ ես, չես ուզում քեզ ներկայացնես որպես իդեալական մարդ, չես ուզում ինչ որ մարդկանց մոտ տպավորություն թողնես, օրինակ ասում են ինչ որ բան, ասում ես որ դու սկի պատկերացում չունես ես ինչքան վատն եմ, որ ես էլ ավելի վատն եմ։ Երբեմն նույնպես աշխատում է ու այդ ձևով դուք նույնպես ոնց որ տվյալ մարդուց ես վեր եք դնում ու այդ իր ագրեսիայից պաշտպանված եք։ Իրականում ագրեսիան վտանգավոր այն մարդու համար, ով որ ինքն է փորձում ինչ որ իր մասին պատկերացում ստեղծի մարդկանց մոտ, հա, ինքն է փորձում, ընդհանրապես ինքնապաշտպանվելը արդեն իսկ ոչ միանշանակ բան է։ Դրա համար այդ նույնպես շատ հաճախ աշխատող բան է, երբ որ մենք ինքներս շատ խոնար, բայց եւ ինքնավստահ վիճակում ենք ու այդտենց կարողանում ենք ինքներս մեր նկատմամբ sense մի քիչ իրոնիայով խոսել։ Այսինքն 5 հնարքներ, որոնք կարող են կիրառել ագրեսիվ մարդկանց հետ շփվելիս։ Առաջինը, այդպիսի մարդկանց ուղղակի իգնոր անել, ուղղակի ոչ մի բանի տեղ չնել, անտեսել, իրանք այդ շատ ծանր կտանեն, որովհետեւ իրանք հենց այդ ուշադրության կարիքը ունեն։ Երկրորդը, այդ ուղղակի կատակի հումորի տալ ու խոսակցություն անցկացնել։ Երրորդը, երբ մենք իրան ուղղակի կոնկրետ հարց ենք տալիս, թե ուզածդ ինչ է, ինչի համար ես դա ասում, ինչի համար ես այդ խոսակցությունը բարձրացնում ու կախված նրանից թե ինչա պատասխանում, իմ նշած երկու տարբերակներից մեկով պատասխան ենք տալիս ու խոսակցությունը վերջանում է ուղղակի։ Չորրորդը, երբ որ փորձում ենք սիրով պատասխանել, հա, երբ որ ասում ենք, հա, մերսի, շատ լավ բան ասացիր, անպայման ես այդ կքաղեմ ու իրոք կարող են քաղել, ինչ որ հետևություններ անել։ Ու 5-րդը, երբ որ մենք ինքներս մեզ մի քիչ sense իրոնիայով ենք վերաբերվում ու իր ասածը ասում ենք, հայ տենց է, էլ ավելի վատն եմ, դաժե պատկերացնել չես կարող թե ինչքան սուր, sense ինքներս մեր նկատմամբ մի քիչ իրոնիայով ենք խոսում, այդ նույնպես ուժեղ մարդու նշան է իրականում։ Այս բոլոր 5 հնարքները ագրեսոր մարդու պլաններից դուրս է, որ մարդը ագրեսիա է ցուցաբերում, քո նկատմամբ ինքը չի մտածում, որ դու ինքնաիրոնիական ես, ինքը չի մտածում, որ դու այդպիսի հարց կտաս իրան կամ կանտեսես իրան, դու իր դաշտից դուրս ես գալիս։